Հին Երևան նախագիծն իրականացնող ընկերությունը 14 միլիոն դրամ է տրամադրելու Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան շենքի փլուզված պատը վերականգնելու եւ շենքն ամրեցնելու համար։ Ամփոփելով իր աշխատանքային 100 օրն այդ մասին հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արտուր Մեսչյանը, հերթական անգամ վերահաստատելով՝ ոչ մի հուշարձան Երևանում այլևս չի քանդվելու։ Վերջապես լուծվեց հարցը։ Այսօր ուրեմն ստորագրվել է պայմանագիր երկկողմյա, ուրեմն AMC-ին իրացնող այդ տարածքի պարոն Հեկեկյանը եւ մշակույթի նախարարությունը պետք է ուրեմն ստորագրեն պայմանագիր, որը ուրեմն կառուցապատողը տալիս է 16 միլիոն դրամ, ուրեմն իտալական ճարտարապետ ուրեմն Լուչիո Պեցին, որը գալու է Իտալիայից, որը պետք է կառույցի վերականգնման նախագիծը։ Գլխավոր ճարտարապետի այս հայտարարությունից օրեր առաջ, սակայն Հին Երևան նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Արամի 23-ը կառավարության որոշմամբ ապամոնտաժվող, տեղափոխվող հուշարձանների ցուցակի մեջ է։ Ավելի վաղ էլ շենքի սեփականատեր Տիգրան Հեկեկյանից տեղեկացել էինք, որ հուշարձանը անցած տարեվերջին գերակաշահ է ճանաչվել, ինչի կապակցությամբ Հեկեկյանը պատրաստվում է դատարան դիմել։ Ի պատասխան Ազատության այս դիտարկմանը Մեսչյանը հորդորեց Հին Երևանի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանին նոր նախագիծ ներկայացնել։ Եկա ես եւ ասի ոչ։ Իմիջիայլոց վարչապետն էլ եթե հիշում եք, ասեց Արամի 23-ի մասին, որ եկեք տեղափոխենք։ Կներեք, ես վարչապետին շատ եմ հարգում բոլոր հարցերում, բայց ճարտարապետական տեսանկյունից դա արդեն է խնդիրն է, որ դա իմ պատասխանատվությունն է եւ ես ասում եմ ոչ։ Դրա համար ես հիմա Վարդանյան Լևոնին եւ մշակույթի նախարարության հետ միասին կպահանջեմ, որ իրենք պատրաստեն նախագիծ, այնպիսի նախագիծ, որը 100%-ով ապահովում է գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը։ Այսինքն, եթե պետք է ինչ-որ չափով ստորգետնյա ավտոկանգառը կրճատվի, ուրեմն պետք է կրճատվի։ Եթե այնտեղ պետք է կոնֆիգուրացիան փոխվի, ուրեմն պետք է փոխվի։ Մի մոռացեք, երբ որ ես եկա որպես գլխավոր ճարտարապետ, փոսը արդեն փորած էր, պատը արդեն ճաքած էր, այս արդեն բանաստեղծություն դառավ։ Հասկանում եք, այսինքն ես արդեն փաստի եմ հանդիպել։ Եվ այդ ժամանակ նորից եմ կրկնում, սա այս օրենքը գործում էր։ Իմիջիայլոց ձեզ ասեմ մի բան, այն օրը, երբ որ պատը փլեց, այս որոշումը դեռ ուժի մեջ էր, գիտեք։ Այ հիմա նոր են դիմել, որպեսզի չեղարկեն այս որոշումը։ Այս էլ է մի քիչ տարօրինակ, բայց փաստ։ Անդրադառնալով օպերայի հարակից տարածքը սրճարաններից ազատելու եւ կանաչապատելու հարցին, Մեսչյանն ասաց, որ սա դեռ նախագիծ է, գաղափար, վերջնաժամկետ դեռ չկա։ Հիշեցնենք, քաղաքապետարանը օրերս հայտարարություն էր տարածել, առաջարկելով Ազատության հրապարակին հարող հատվածում քաղաքին պատկանող հողամասերը վարձակալած սրճարանների սեփականատերերին դրանք վերադարձնել քաղաքին, որպեսզի տարածքը կանաչապատվի։ Կանաչապատման ենթակա գոտում գործում են Շոկոլադնիցա, Ջազվե, Մոնթալ եւ Ռիչ սրճարանները։ Ազատության դիտարկմանը արդյոք արդարության սկզբունքը չի խաթարվում, երբ տարածքում շարունակում են գործել այլ սրճարաններ։ Մեսչյանն ասաց, որոշումը պայմանավորված է ոչ թե անձերով, այլ քաղաքի շահով։ Ինձ ոչ մականունով կվախացրեն, ոչ էլ անուն ազգանունով։ Ես նորից եմ կրկնում, իմ գլխին, իմ ղեկավարը իմ քաղաքն է։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Արտուր Մեսչյանից տեղեկացանք, որ քննարկվում է Նորքի զանգվածը Ճոպանուղիով քաղաքի կենտրոնին կապելու հարցը։ Նախատեսվում է նաև մետրոյի 2 կայարան կառուցել Աջափնյակ համայնքում։ Ժամկետներ այս դեպքում եւս չի նշվում։ Եվ ելնելով նաև ստրատեգիական տեսանկյունից մետրոյի կառուցումը առանձնապես այդ թաղամասում սարսափելի կարևոր է։ Հետո մի մոռացեք մի բան, որ ժամանակին 250 միլիոն արդեն ծախսվել է այդ գծի վրա, որի վրա մենք ուզում ենք շարունակենք մեր ծրագիրը։ Ուղղակի ծրագիրը կիսատ մնաց։ Եվ խոսքը չի գնում նոր, ասենք ինչ-որ մի ծրագիր կազմելու, նոր նախագծային փաթեթներ ստեղծելու, ամեն ինչը կա, եւ նախագծերը կան, եւ հաշվարկները կան, բայց այն մնում է ուղղակի ստարտը տալ։ Վերջին օրերին համացանցը ցնցած պետական պաշտոնյաների պարգևավճարների հարցը եւս չշրջանցվեց։ Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը ասել էր, որ ամանորից առաջ 1628 աշխատակիցներ պարգևատրվել են 474 միլիոն դրամի չափով։ Պարգևատրվածների շարքում էր նաեւ Մեսչյանը, որը սակայն չգիտի այդ գումարի չափը։
Տվյալ դեպքում այդ գումարը, ինչպես ասում են, ոնց որ եկավ, նենց էլ գնաց։ Գիտեք ինչ է, այդ գումարը, որ ասենք փոխացվեցին համարի վրա, դա չի նշանակում, որ ես իմ 1 սենյականից բնակարանից տեղափոխվել եմ 4 սենյականից բնակարան։ Գիտեք ինչ, ես շատ ուրախ կլինեի, որ բոլոր հիմնարկությունները եւ բոլորը ընդհանրապես դեկտեմբերի 25-ին կարողանային ստանային ոչ թե 13-րդ, այլ մի 20-րդ աշխատավարձը, հասկանում եք։ Ասում եմ, չուզողը ես լինեմ։ Հիմա բյուջեի մեջ արդեն պլանավորված էր քաղաքապետարանի, հասկանում եք, որոշվեց այդպես անել։ Անդրադառնալով 100 օրվա կատարած աշխատանքի ծավալներին, Մեշչյանն ասաց, որոշ բաներ ստացվել են, որոշ բաներ գուցե ոչ այնքան։ Ընդգծեց նաև, այս ընթացքում հասկացել է, ինչ պետք է անի, ինչ չպետք է անի։